Խոսում է Բաքուն, եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է։ Խոսափողի մոտ Շահիդ Շահալին է։ Ադրբեջանն ու Եվրամիությունը պատրաստ են օնլայնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում, մասնավորապես բնական գազի մատակարարումների հարցում։ Այս մասին հաղորդել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը, նշելով, որ Բրյուսելում տեղի է ունեցել էներգետիկ համագործակցության հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ Խումբը ստեղծվել է Սլովակիայի նախաձեռնությամբ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցումից հետո։ Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը եւ պետական նավթային ընկերության փոխնախագահը։ Եվրամիությանը բանակցությունների ընթացքում ներկայացրել են էներգետիկ հանձնաժողովի գլխավոր տնօրեն Լոբիլո Բորենոն եւ Սլովակիայի փոխվարչապետ Դենիս Ասակովան։ Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղի եւ Արևելյան Զանգեզուրի արդյունաբերական պարկերի ռեզիդենտներին ազատել են ավելի քան 7 միլիոն մանատի հարկերից եւ տուրքերից։ Այս մասին հայտնել են տնտեսության նախարարությունից։ Ազատագրված տարածքների արդյունաբերական պարկերի ռեզիդենտներին 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ տրվել է ներմուծող սարքավորումների, տեխնոլոգիական սարքավորումների եւ հումքի 123 օժանդակ փաստաթուղթ, որոնց հիման վրա ձեռնարկություններ ազատվել են շուրջ 7.4 միլիոն մանատի հարկերից եւ տուրքերից, ասում է տեղեկատվության մեջ։ Նախարարության տվյալներով Աղդամի արդյունաբերական պարկում գործում է 28 ռեզիդենտ եւ 4 ոչ ռեզիդենտ։ Ներդրվել է 107 միլիոն մանատ։ Ստեղծվել է ավելի քան 450 մշտական աշխատատեղ։ Մինչ օրս իրացված ապրանքների ծավալը կազմում է 22.3 միլիոն մանատ։ Ազերկոսմոս տիեզերական գործակալությունը վարժանքներ անցկացրել Հունգարիայում ուսուցում եւ խորհրդատվություն ծրագրի շրջանակներում։ Արբանյակային կառավարում եւ վերգետնյա համակարգեր թեմայով վարժանքը տեղի ունեցել Բուդապեշտում մարտի 3-ից 6-ը, երբ կազմակերպվել է Space and Defense Technologies ընկերության հետ համատեղ։ Միջոցառումը համախմբել է ենթակա ընկերությունների ինժեներներին եւ մենեջերներին, նրանց տալով արժեքավոր գիտելիքներ եւ փորձ։ Հայաստանի եւ Իրանի մասնագիտական խմբերը կհանդիպեն ու կքննարկեն տրանսպորտային փոխադրումներին առնչվող հարցերի ամբողջ համալիրը եւ կփորձեն փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, պատասխանելով դիզվարելիքի տանկացման վերաբերյալ Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը։ Սպուտնիկ Արմենիան 2024 թվականի նոյեմբերի 17-ին գրել էր, որ հայկական բեռնատարների վարորդները փակել են դեպի Ագարակ անցակետ տանող ճանապարհը։ Գործող կանոնների համաձայն հայկական բեռնատարները Իրան են մտնում դատարկ բակերով, որոնք վերադարձին պետք է լիցքավորված լինեն։ Այս կարգավորումը գործել է տարիներ շարունակ, բայց վերջին ժամանակաշրջանում մաքսակետը վարելիքի գինը կտրուկ բարձրացրել է, ինչն էլ առաջացրել է հայաստանյան բեռնափոխադրողների դժգոհությունը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։